Հայ ժողովրդի դեմ հալածանքների գոնե մի մասի վերացմանը եւ բոլորս գիտենք, որ հայ գերիները այնտեղ պատաններ են բռնապետ Ալիևի ձեռքին։ Պատան նշանակում է, որ նրանք օգտագործվում կամ կօգտագործվեն քաղաքական առևտրի նպատակով։ Ուստի ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի որպես տարածաշրջանում խաղաղությամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ շահագրգռված կողմ մեկ հստակ քայլ կատարելու, որը կմոտեցնի իրական խաղաղությունը։ Իհարկե դրանով մեր ժողովուրդները չեն հաշտվի։ Դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետևանքները ամբողջապես չեն վերացվի, սակայն սա հստակ հումանիտար շատ մեծ քայլ կլինի դրական դեպի առաջ եւ նոր հնարավորության դռներ կբացի հետագա հիմնախնդիրների հասցեագրման համար եւ երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար։ Եվ մենք բոլորս գիտենք, որ այնտեղ դատապարտվում եւ խոշտանգվում են բոլոր հայերը, որովհետեւ այնտեղ գտնվող բոլորը ներկայացնում են մեզ եւ քանի դեռ կամ մեկ հայ ադրբեջանական բանտում չի կարող լինել խաղաղություն եւ հաշտություն։ Ուստի մենք փոխնախագահ Վենսից խնդրում ենք, նրան հորդորում ենք, նույնիսկ ինչ որտեղ պահանջում ենք, որ Բաքու իր առաջիկա այցի ժամանակ շատ հստակ կերպով բարձրացնի առաջին հերթին բոլոր 19 հայ պատանների անհապաղ ազատ արձակումը, մեր անհայտ կորածների ճակատագրերի պարզբանողությամբ գործնական քայլերի կատարումը եւ Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման ուղղությամբ գործնական մեխանիզմների ներդրումը։ Free Armenian hostages! Free Armenian hostages! Free Armenian hostages! Free Armenian hostages! Շնորհակալություն։